պետ պարոն Փաշինյան։ Ես Մարինե Մանասյանն եմ, երգչուհի, երգահան, գործիքավորող եւ մուլտի-ինստրումենտալիստ։ Պարոն Փաշինյան, քանի որ մենք ապրում ենք դեմոկրատիկ երկրում, ես որոշեցի մի կարճ տեսաուղերձ ձայնագրել ձեզ համար։ Եվ այսպեսով ուզում եմ մի քիչ պատմել իմ մասին եւ մի քանի հարց տամ ձեզ։ Պարոն Փաշինյան, քանի որ ես նկատել եմ, որ դուք շատ ռիլսեր եք նկարում եւ այդ ռիլսերի մեջ արտասահմանյան երգիչների երգերն եք օգտագործում, իսկ եթե հայկական, իմ համեստ կարծիքով նրանք ոչ մի մշակութային արժեք չեն կրում։ Պատմեմ, թե իմ երաժշտության միջոցով ես ինչպես եմ կարողանում մեր հայկական մշակույթը ցույց տալ աշխարհին։ Օրինակ 2023 թվականին ես կապնվեցի մի ֆրանսիական լեյբլի հետ, մեկնեցի Ֆրանսիա եւ թողարկեցի այնտեղ իմ ալբոմը 1303, որը գրված է ամբողջովին Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հիման վրա։ Արդյոք դուք գիտեիք, որ 2019 թվականին ես Մոսկվայի կենտրոնում կանգնած դուրսը 20 համերգ տվեցի ամառվա ընթացքում, եւ այդ 20 համերգի ժամանակ ես երգեցի Թամամ աշխարհը Սայաթ Նովայի, եւ այն բոլորը, ովքեր անցնում են եւ կանգնում եւ լսում, ճանաչեցին մեր Սայաթ Նովային։ Թամամ աշխարհը բրուտ եկա, չթույ հավանջ նազանի։ Արդյոք դուք գիտեիք, որ 2020 թվականին ես կանգնեցի մի փոքրիկ բեռնատար մեքենայի վրա եւ երգեցի Քելե Քելե շուրջ տալով Պատրիարշի պոդիում։ Արդյոք դուք գիտեիք, որ 2022 թվականին ես ուզեցա լուծել իմ ներքին կոնֆլիկտը եւ ճամփորդել Թուրքիա եւ փորձել ներել այդ ցեղասպանությունը, որը իմ մեջ հանգիստ չէր տալիս եւ երգել այն հողերում, Անիում, Էրզրումում, Մուշում, մեր հայկական երգերը, հայերեն բառերը եւ հայկական երաժշտությունը։ Եկեք նայենք, թե ինչպես դա ստացվեց իմ մոտ։ Ուրեն հիմա օրերը հողմեն հրել, համամ աշխարհը բդուտ եկա, չթույ հավանջ։ Մի արվեստագետ կարողանա հանգիստ սրտով իր արվեստը կայացնի եւ կիսվի ժողովրդի հետ։ Այս փոքրիկ Մարինեն կանգնած տեղ ցես ինչ որ բան է պատմում եւ այդ նույն փոքրիկ Մարինեն փորձում է այս ուսերին, այս աշխարհը տանել։ Ամեն ինչ մենակ անել, երգը գրել, հարյուրավոր երգեր անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն, վրացերեն, արանժիրովկաներ անել, համերգները մենակ տալ, երկրից երկիր գնալ, Եվրոպաներում, Ռուսաստաններում, Վրաստաններում, Թուրքիաներում ներկայացնել մեր հայկական մշակույթը։ Պատկերացրեք, ես երգում եմ եւ հետեւս Չարենցի եւ Սայաթ Նովայի նկարներն են։ Բա լավ չի։ Ինչու դուք մեր մասին չգիտեք ոչինչ։ Ինչու մեր երկրում գրանտները միշտ նույն մարդիկ են ստանում։ Հայկական բեմում նույն դեմքերն են հեսա տարի առ տարի կամ տասնյակ տարի։ Կամ էլ ես կասեի, որ դեմքերը եթե փոխվում են, մենք դա չենք էլ նկատում։ Կամ էլ ասեք, խնդրեմ, միգուցե անհրաժեշտ է մարմնի տեսարժան վայրերը ցույց տալ, որ երկիրը քո մասին իմանա։ Այսինքն տաղանդը հերիք չի, քո արածները հերիք չի։ Ինչու ենք մենք ապրում նման երկրում, որտեղ մեր նմանները չեն կարող իրենց տեղը գտնեն։ Հիմա դուք ասեք, այ Մարինե ջան, ախր ես երկիր եմ ղեկավարում։ Ես չեմ կարող ձեզ բոլորիդ իմանալ։ Պարոն Փաշինյան ջան, պետք չի բոլորին իմանալ, բայց երկրի բրիլյանտին, դուք չգիտեք։ Ֆրանկո-հայկական համերգ եք կազմակերպել։ Իսկ ինչու չեք հրավիրում ինձ։ Միգուցե ես Ֆրանսիայի հետ կապեր չունեմ։ Միգուցե ես ֆրանսերեն երգեր չունեմ։ Հիմա գիտեք, եւ վերջացնեմ երևի իմ խոսքը նրանով, որ ասում են Երվանդ Քոչարը երբ ապրում էր Փարիզում, նա համաշխարհային նկարիչ էր։ Իսկ վերադառնալով Հայաստան նա դարձավ տեղային։ Այ մեզ բոլորիցս դուք սարքում եք տեղային։ Ձեր անուշադրությամբ, ձեր չիմանալով մեր մասին։ Դե ինչ, պարոն Փաշինյան, շնորհակալություն ուշադրության համար։ Մաղթում եմ ձեզ հաջողություն եւ խնդրում եմ լինել մի քիչ ուշադիր մեր հանդեպ։ Ստեսություն։
Բարև Մարինե ջան, ասեմ, որ դու իմ ամենասիրված երգչուհիներից մեկն ես։ Սայաթ Նովայի երգը, այն որ փողոցում երգում եք, գժպես սիրում եմ, ես չգիտեմ, մի միլիոն անգամ էլ լսել եմ։ Այդ ճիչը ուզում եմ հոգուս ճիչը, ես էլ ասեմ քո պես մեկտեղ։ Ինչպես քեզ չեն նկատում, այդպես էլ հայրենասեր բլոգերներին չեն նկատում։ Արդեն ուժը 6 տարի է հարթակում հայրենասիրության ենք զբաղվում, բայց մեր Փաշինյանը, մեր ղեկավարությունը դա չի նկատում։ Ասեմ ավելին, երբ որ մեզ ձերբակալում են, որ տան Ադրբեջանին, իրանք նույնպես ոչ մի բան չեն անում, որ իրենց հայրենասեր բլոգերին հետ բերեն։ Դա արեց Գագիկ Ծառուկյանը, բոլորս էլ գիտենք։ Ու միշտ ցավալ է եղել ինձ համար, թե ինչու էլի, ինչու այն ինչը հայրենիքին է վերաբերվում, այս մարդիկ անտեսում են։ Հաճա հիմա իմ համար հասկանալի է, թե ինչու, որովհետև իրանք Ադրբեջանի ու Թուրքիայի թեզերն են տանում։ Բայց, այստեղ կա մի հատ բայց, կյանքուլ։ Ես քեզ շատ եմ սիրում, ու գիտեմ, որ շատ հետևորդներ ունես, իրանք էլ են քեզ շատ սիրում։ Այստեղ ամենակարևորը մեր ազգի սերն է, ազգային սերը, ժողովրդի։ Այդ ժողովրդի սերը ես ինքս տեսնում եմ Facebook-յան, YouTube-յան հարթակում, որ լրիվ ամբողջ իմ հայությունը ինձ համար, այսինքն ամեն ինչի պատրաստ է, ինձ գժիպես սիրում են, ես էլ իրանց եմ գժիպես սիրում, որովհետև իրանք իմ հայերն են, ես իրանց հայուհին եմ։ Այդտենց էլ պետք է եղնի, հայերը մեկը մեկին բռնած պետք է եղնեն։ Քեզ էլ են սիրում մեր ժողովուրդը։ Ոստեղ ամենակարևորը ժողովրդի սերն է, ոչ թե անձնական ինչ-որ մեկի։ Իր սերը մեր ոտերին էլ չի։ Կարևորը մեր ազգը մեզ սիրի։ Ազգս, ես քեզ շատ եմ սիրում ու քո համար պատրաստ եմ ամեն ինչի։ Դուք դա տեսել եք։ Ես սուտ չեմ խոսում։ Նույնն էլ այս աղջկան պատճառ կա արեք, որովհետև ինքն էլ է մեր ազգի համար շատ բան անում իր երգի միջոցներով։ Պակա-պակա։